Այսօր unboxing ենք անում մի քանի պատվերներ Wildberries-ից։ Իրականում այս մեծ տուփը այնա ինչ վաղուց է ուզում պատվիրեի ու ես անգամ ասել եմ այդ մասին, որ ուզում եմ ցած բան պատվիրեմ, դրա համար սա կբացենք վերջում։ Մի հատ գլխավոր նկար նկարվենք։ Այսպես։ Okay, հերիքա։ Եվ այսպես։ Այս պատվերի համար ինձ պետք կգա իմ նոթբուքը, հեսա կբերեմ, մի հատ բացենք տեսնենք որակային ոնցնա, ճիշտ բան է եկել թե ոչ։ Спасибо за покупку. 100 ռուբլի cashback ստացանք։ Ոնց արդեն տեսնում եք, սա кейսը նոթբուքի համար, որը ես շատ վաղուց ուզում էի պատվիրեի, որովհետև ես ունեմ պայուսակ նոթբուքի համար, ունեմ ջերքի պայուսակ նոթբուքի համար, բայց երբեմն հարմար է, որ հենց այդպես նոթբուքը բտնես ու տանես ինչ-որ տեղ, բայց բնական է, որ մի միլիոն գումար ես տալիս նոթբուքին, այդքան էլ ապահով չի տենց ուղղակի վերցնես ու մի տեղ գնաս, չնայած շատ մարդիկ տեսել եմ, որ տենց անում են, բայց ես ինքս իրանց համար ցած տեսնում եմ ու սկսում եմ իրանց համար անհանգստանալ, որ հանկարծ մի բան չլինի։ Հիմա պատվիրել եմ այսպես նոթբուքի case վարդագույն, չգիտեմ, ինձ այս գույնը դուր եկավ, չնայած հիմա այդքան շատ չեմ սիրում, բայց շատ դուր եկավ հենց նոթբուքի case-ի համար, մտածեցի, որ կարելի է հենց սա պատվիրել։ Գինը, եթե չեմ սխալվում, 7000 դրամ էր, լինկերը կթողնեմ նկարագրությունների բաժնում, որ եթե հավանել եք, դուք էլ գնաք ու պատվիրեք։ Գրված էր, որ շատ հեշտ է իրան օգտագործելը, համարվում է նաև մկնիկի կովրիկ, խալի, ջրակայուն է, այսինքն ջուր չի թափանցում ներս, հետևաբար ավելի ապահով է։ Այս մասը մագնիսներով է փակվում, այս մասերում մագնիսներ կա, ասենց։ Իրականում ինձ թվում է ցեպով տարբերակը ավելի կարար ապահով լիներ, քան սենց, բայց դե ներսում այս ձևը, բայց իհարկե ինքը ուղղակի սենց վերցնում ես, բայց ինքը նաև կարելի է դնել ինչ-որ ճամփորդական պայուսակի մեջ, ավելի մեծ պայուսակի մեջ, ես ունեմ նկարահանման մեծ ու երկար պայուսակ, որի մեջ տենց ուղղակի էի դնում, իսկ հիմա սրանով ավելի ապահով կլինի։ Շատ ուրախ եմ, որ վերջապես պատվիրեցի, չգիտեմ ինչի, միշտ հետաձգում էի, ասում էի դե կարելի է այդպես բան պատվիրել, բայց լավ է, որ պատվիրեցի։ Իր հետ ունի եւս մեկ պայուսակ, որը նախատեսված է լիցքավորման սարքի, ինչ-որ տենց ֆլեշկա, մկնիկ, տենց բաների համար։ Ինձ պետք է մի հատ լավ մկնիկ, որովհետև մինչ այսօր ես օգտագործում եմ, այդտեղ կարող է երևալ, մինչ այսօր օգտագործում եմ, չի երևում, բայց մինչ այսօր ես օգտագործում եմ լարով, երկար լարով մկնիկ MacBook-ի հետ, ինչը այդքան էլ համ չի նայվում, համ էլ հարմար չի։ Okay. Երեխադնիկով մկնիկ։ Այսա ձեզ ցույց կտամ ինչ եմ օգտագործում, իսկ սա նախատեսված է տենց բաների համար, ինձ թվում է լրիվ օքեյ է, իր մեջ կտեղավորվի թե լիցքավորման լարը, որը տենց կոմպակտ է բավականին, համեմատած իմ նախորդ նոթբուքի, եւ կտեղավորվի նաեւ մկնիկը, եթե իհարկե պատվիրեմ նորմալ մինիատյուրնի նորաոճ մկնիկ։ Այփլից չեմ պատվիրի, որովհետև իմ համար թանկ է դա, ինձ թվում է նորմալ է 5000 դրամի սահմաններում ինչ-որ մկնիկ պատվիրելը ու բավականին լավ բան կգտնեմ, կարծում եմ։ Սա նույնպես ջրակայուն է եւ շատ cute։ Եկեք նոթբուքն էլ բերեմ մի հատ տեղավորենք, վստահ լինենք, որ ամեն ինչ կարգին է ու հետո գնահատեմ։ Բերեցի ցույց տամ, ոնց խոստացել էի, սա այն մկնիկն է, որը ես օգտագործում եմ մինչ այսօր։ Okay, վերցնում ենք MacBook-ը, որի անկյունագիծը 16 է։ Վերցնում ենք սա, որը գրված էր 15-ից 16-ի համարը։ Եվ փորձում ենք տեղավորել։ Գնահատում եմ 10-ից 10, որովհետև որակը լավն է, իդեալական եղավ ու հետո կա մի բան, որը որ նույնպես հավասար, որ նույն կտորից, նույն ձևի է, խոսքով 10-ից 10, հաստատ արժի։ Իհարկե գույնի առումով ինձ թվում է, որ ես մի քիչ սխալ եմ արել, որ բաց գույն եմ պատվիրել, բայց ինձ թվում է, որ հեշտ կլինի մաքրելը, չգիտեմ։ Մյուսը պատվիրել եմ Inglot
հոնքերի ֆիքսատոր։ Վստահ եմ, որ օրիգինալն է, որովհետև բոլորը գրել էին, որ շատ լավն է, բոլորը շատ գոհ էին։ Նվերիկի բաներով է, ցերտիկներով է եկել։ Ինգլոտի ֆիքսատորը բոլորը գովում էին, բոլորը ասում էին, որ շատ լավն է։ Որոշեցի, որ եթե անընդհատ գնում եմ, գոնե ոնց որ մի քիչ լավ բան գնեմ, որ հանկարծ չփչացնեմ հոնքերս, գրված էր, որ կա գլիցերին եւ իրականում նաեւ հոնքերի խնամք է ապահովում։ Play in soap broth, ինքը օճառ է հոնքերի, ոչ թե սոսին, հա։ Երևի նույն բանն է, չգիտեմ։ Նյութը 30 միլի է, թափանցիկ ու վստահ եմ, որ շատ երկար կգնա, իսկ փորձարկումը մենք կանենք shorts-ի տեսքով երևի, որովհետև հիմա իմ հոնքերին այլ նյութ է գցած ու կանենք փորձարկումը հետո, երբ որ լվացվեմ ու սա անցնի, ոնց որ ցույց կտամ արդյունքը ու կարծիքս կասեմ արդեն։ Իսկ սենց իր փաթեթավորումը, հոտը, տեսքը եւ այլն 10-ից 10 կարծիքներն էլ բոլորը լավն էին, բայց ամեն դեպքում ես կնկարեմ shorts, որտեղ փորձարկում ենք Ինգլոտի հոնքերի օճառը, որը արժեր, եթե չեմ սխալվում, էլի 6000 դրամի կարգի։ Shorts-ը երբ որ նկարեմ, կարճ վիդեոն կլինի TikTok-ում, կլինի Instagram-ում եւ կլինի YouTube-ում։ Instagram-ում հաստատ չեմ ասի, բայց TikTok-ում ու YouTube-ում անպայման կլինի, լինքերը էլի կթողնեմ։ Հիմա կարող է այս վիդեոն գցեմ ու փորձարկման վիդեոն հետո լինի, բայց այստեղ կավելացնեմ, երբ որ այդ վիդեոն գցեմ, այստեղ կավելացնեմ լինքը փորձարկման, ոնց որ եթե հետաքրքիր է, օրինակ ինձ հետաքրքիր կլիներ, ուշադիր եղեք, որ այստեղ կավելացնեմ դրա լինքը։ Մեյքափի վրձինների հավաքածու, որը համ Թեմուում կա, համ Wildberries-ում կա, ինչ-որ ես ոնց հասկանում եմ, շատ մարդիկ պրոստը Թեմուից պատվիրում են ու Wildberries-ով վաճառում են այդ նույն բանը։ Մի կողմից, քանի որ ես ունեցել եմ խանութ, հասկանում եմ, մարդիկ գումար են աշխատում, բայց դե մյուս կողմից էլ Եսիմ, որ ես դեռ պրոֆեսիոնալ մեյքափի չեմ տիրապետում, դեռ սովորում եմ, պատվիրել եմ սենց վրձիններ, մի ժամանակ նորից էի պատվիրել, դրանք չգիտեմ ինչ արեցի, փափուկ են, այս մեկը չգիտեմ ինչի ուրիշ գույն է, սրանք ուրիշ գույն են, բայց ոնց որ թե վատ չեն իրանց գնի համար։ Ինձ այս պահին պետք է որ ես հասկանամ, որ վրձինը ինչ տեխնիկայով են օգտագործում, ինչի համար են օգտագործում։ Ես ոգեշնչվեցի, մինչև գործի գնալը այս վիդեոն վերջացնեմ ու այս վրձինները բայց լվալա պետք։ Okay, վաղվա համար ոգեշնչվեցի, վաղը հավեսով մեյքափ եմ անելու։ Եվ վերջում անցնում ենք մեր տուփին։ Ես վիդեոներից մեկում ասել էի, որ ուզում եմ սենց բան պատվիրեմ, ուղղակի չէի գտնում հարմար ինչ-որ բան, որ հենց նենց լինի, ոնց ես ուզում եմ ու ամեն ինչ իր տեղերը ունենա։ Խոսքը beauty box-ի մասին է։ Հիմա միասին կբացենք։ Ինքը բավականին մեծ է։ Փաթեթավորումը շատ լավ է արված, ուր էլ գնա, ոչ մի բան չի լինի այս ձև փաթեթավորմա։ Ոյ։ Եկեք սենց պահեմ։ Ու սենց բացենք։ Ինձ թվում է բավականին հետաքրքիր տեսք ունի ու այստեղ առաջին դարակները նախատեսված է բարձր ինչ-որ բաների համար, օրինակ տոներ, արևապաշտպանն է բավականին բոյով, միցելյար ջրի ամանը էլի բավականին բոյով է, այստեղ այդ ամեն ինչը կտեղավորվի ու այս հատվածներում երևի հոնքերի ինչ-որ վրձին չի տեղավորվի։ Այստեղ ունենք երկու դարակներ։ Ենթադրում եմ, որ մի դարակում կլինի դիմափոշի, կոնտուրինգի, այդ ամեն ինչը, ձիներ եւ այլն, մյուսում տոնային կրեմ, խոնավեցնող եւ այլն տանտվաներ։ Այստեղ ունենք կողքից դարակներ, մի հատ խնդրում եմ նայեք։ Այստեղ ունենք սենց բացվող առանձին դարակներ ու ներսում նաև էլի տեղ կա ինչ-որ բան դնելու։ Ստեղ ենթադրում եմ, որ կլինի տուշ, կլինի հոնքերի ֆիքսատոր, հա չէ, էլ ֆիքսատոր չենք օգտագործում, եթե Ինգլոտի այս օճառը եղավ, սա ենք օգտագործում, իսկ սա կտեղավորվի որտեղ։ Ստեղ վերջ։
Ես բավականին հավանեցի, մի քիչ դռները բացել փակելու պահը այդքան դուրս չի գալիս, որ ասեմ ոնց իդեալական է, բայց իր գնի համար ինձ թվում է օքեյ է, գինը 13000 դրամ էր։ Բոլորը գոհ էին կոմենտներում, դրա համար էլ պատվիրել եմ։ Խառնել, քանդել եմ իմ բոլոր կոսմետիկ միջոցները, որպեսզի դասավորեմ, ու քանի որ գիտեի, որ ինքը գալու է, միանգամից կտեղավորեմ այստեղ։ Ու կտեսնենք ինչ տեսք կունենա։ Բայց մտածում եմ, որ քանի որ այսօր հաստատ չեմ հասցնի այդ դասավորությունները եւ այլն անել, կարելի է նկարել shorts մեկ այլ օր, երբ որ ես կտեղավորեմ, սիրուն այդ ամեն ինչը, կտեսնենք որտեղ եմ տեղավորում։ Երևի մի հատ տենց կարճ վիդեո կնկարեմ, որտեղ միասին կտեղավորենք ու օգտագործման կհանձնենք իրան։ Իրականում տեսքը շատ եմ հավանել, սենց եթե միայն տեսքը գնահատեմ, 10-ից 10 է իմ համար։ Միայն դարակները բացել փակելու պահը իրան իջեցնում է 9, գնահատում ենք 10-ից 9։ 60000-ից ավել պատվեր ունեն Wildberries-ում, գրված է, որ ինչը բավականին մեծ թիվ է, եւ սա գարանտիայի թուղթ է, այսինքն եթե չեմ կարծում, որ Հայաստանում գարանտիա ունենա, բայց եթե Ռուսաստանում լինենք, ինքը 1 տարի գարանտիա կունենար։ Սենց բանի համար ինձ թվում է ոչ չի 1 տարի գարանտիա ունենալը։ Այս էլ եմ անհամբեր սպասում, թե երբ եմ տեղավորելու, տեսնեմ ինչ տեսք ունի, ամեն ինչ տեղավորվեց թե ոչ։ Ես քիչ կոսմետիկա ունեմ, ոնց որ կտեղավորվի հաստատ, բայց բավականին հետաքրքիր տարբերակ է։ Այս էլ սենց։ Չգիտեմ ինչի են unboxing-ները ավելի հետաքրքիր քան վլոգերը, բայց օքեյ։ Գնացի գործի։